Հյուծման փուլ է մտել Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած պատերազմը։ Հիմա երեք կողմերն էլ փորձում են բոլոր ճիգերը գործադրել, հնարավորինս շատ վնաս հասցնելու իրար։ Իրանը տնտեսական վնասներ հասցնելով ԱՄՆ դաշնակից տարբեր երկրների փորձում է ճնշել նահանգներին, որ Թրամփն ինքնակամ ավարտի պատերազմը։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակը հնարավորինս վնասել Իրանի միջուկային ու հրթիռային կարողությունները, ջլատել նավատորմն ու սահմանափակել Իրանի տարածաշրջանային հավակնությունները։ Երբ կբավարարվեն կողմերը, երբ կհամարեն, որ արդեն հասել են իրենց վերջնանպատակին ու հրադադար կհայտարարեն, փորձագետները դժվարանում են ասել։ Կողմերից յուրաքանչյուրը իր համար կարող է գտնել կետ, որը կմեկնաբանի որպես հաղթանակ, եւ յուրաքանչյուրը իրեն հաղթող կողմ կարող է ներկայացնել։ Օրինակ, նահանգները կարող է հայտարարել, որ իրենք վերացրել են Իրանի հրթիռային միջուկային կարողությունները կամ պրոքսի ուժերին են վնաս հասցրել, Ալի Խամենեին են սպանել եւ դա հայտարարի որպես հաղթանակ։ Նույն օրինակը Իսրայելի դեպքում Իսկ Իրանն էլ կարող է հաղթանակ համարել այն, որ իրենք պատերազմից դուրս են եկել, նկատի ունեմ համակարգը պատերազմից դուրս է եկել, ներքին կայունությունը պահպանվել է։ Իսրայելի հետ ամեն ինչ պարզ է, Նեթանյահուն ուզում է մինչև վերջ գնալ, տապալել Իրանը որպես պետություն։ Մի վերջո այնպիսի իրավիճակ առաջացնել, որ Իրանը անդադ լինի ներքին անկայունության ու քաոսի մեջ։ Նահանգների դիրքորոշումն է դժվար հասկանալ։ Ամեն օր Թրամփի շուրթերից իրարամերժ հայտարարություններ ենք լսում։ Նահանգների ղեկավարը մեկ խոսում է բանակցելու պատրաստակամության մասին, մեկ ավելի ուժեղ հարվածներով է սպառնում Թեհրանին։ Մի բան է հստակ փորձագետներին։ Թրամփն ուզում է հնարավորինս շուտ ավարտել այս պատերազմը, որովհետև այն իր նախատեսած սցենարով չընթացավ։ Ամերիկյան կողմից գուցե կա ցանկություն հնարավորինս արագ ավարտելու պատերազմը, հաշվի առնելով թե երկրի ներսում դրա հնարավոր հետևանքները, օրինակ հեղինակության տեսքով թե այդ պատերազմի ծախսատար լինելը նահանգների համար։ Ըստ իրանագետ Ժաննա Վարդանյանի, ամերիկյան սցենարով Ալի Խամենեի սպանությամբ պետք է Իրանում փլուզվեր համակարգը, բայց այդպես չեղավ։ Հակառակը, Իրանն իր դիրքորոշումն ավելի կոշտացրեց։ Այն, որ Մոջթաբա Խամենեին ընտրվեց որպես հաջորդ գերագույն առաջնորդ, նաև նրա մասին է խոսում, որ համակարգի ուժային ու պահպանողական թևը ընտրեց ինքնապահպանման եւ համակարգի գաղափարական շարունակականության ուղին։ Իրանը գնում է ավելի կոշտացման ճանապարհով, համենայն դեպս այս պայծրությամբ Իրանում վերջին խոսքը ավելի կոշտ գծի ներկայացուցիչներին է։ Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները։ Ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում եւ համաձայնություն, որ իր ատոմային էլեկտրակայաններում կիրականացնի միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ։ Այս պայմանները բավարարելու դեպքում է միայն Թեհրանը պատրաստ բանակցային սեղանի շուրջ նստել։ Այս մասին գրել է լիբանանյան Ալ-Մայդին հեռուստաալիքը։ Տարածաշրջանային շատ երկրներ, այդ թվում երկրներ, որոնք այսօր Իրանի հարվածներին են ենթարկվում, այսինքն արաբական երկրները եւ նաեւ մյուս երկրները, ինչպես օրինակ Թուրքիան, ջանքեր են գործադրում, որպեսզի նորից դիվանագիտական հարթակ վերադառնան կողմերը, բայց կարծում եմ, որ հենց այս պահի դրությամբ դա դեռևս չի նշмарվում, որ նրանք պատրաստ են գնալ բանակցությունների, քանի որ կողմերից յուրաքանչյուրը այս պատերազմով ցանկանում է հարցը հասցնել վերջնակետին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը, ընդգծելով, որ դիվանագիտական շփումներն օրակարգում չեն Միացյալ Նահանգների հետ շատ դառը փորձի պատճառով։ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ միակ համաձայնագիրը, որին պատրաստ է, Իրանի լիակատար կապիտուլյացիան է։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Situation.